Ուրեմն առաջին Պետրոս առաջին գլուխ համար 13-ն սկսյալ գարտամ եւ փորձենք հետևել։ Պետրոս սկսե հավատացյալներուն ծեր մտքերը կոդեբնտեցեք, արդուն գեցած, կատարելապես հուսացեք, այն շնորհքին, որ ցեզի պիտի դրվի Հիսուս Քրիստոսի հայտնվելու օրը։ Հնազանդ զավակներու պես ոչ թե ծեր դքիդության ադենվան ցանկություններով վարվելով, հավատացես գանչող սուրբին պես դու գալ սուրբ եղեք ծեր բոլոր վարմունքներուն մեջ։ Վասնզի գրված է սուրբ եղեք, քանզի ես սուրբ եմ։ Եթե հայրը ներողություն, եթե հայր կգոչեք զանիգա, որ անց աչարության գտած է ամեն մեկը իր կորձին համեմատ, ուրեմն ծեր բանտուղտյան ժամանակը վախով անցուցեք, կավելացնեմ այս աշխարհի մեջ։ Քուր եղբայրներ, սուրբ եղեք վասնզի ինչ? Սուրբ եղեք կգրտնեմ վասնզի ամեն։ Այստեղ ուրեմն 5 դակարանի մեջ, նոր դակարանի մեջ սուրբ եղեք, դերը գսե կանզի ես սուրբ եմ, խոսողը Աստված է։ Ուրեմն առաջին բանը որ կուզեմ ասել, քուր եղբայրներ, այս համարը հրաման է։ Օպցիոն չէ, երբեմները չէ, սուրբ եղիր, կանզի ես սուրբ եմ։ Աստված որուն գխոսի այս համարը ծեր կարծիքով։ Իրեն հետևորդներում։ Աստված այս խոսքը չի խոսիր դուրսի մարդկանց։ Աստված այս խոսքը գխոսի այդ մարդկանց, որոնք կսեն դուն մեր հայրն ես, կսե, եթե հայր գոչեք, ուրեմն այս ցեզի դրված խոսք է։ Եթե կան մեր մեջ մարդիկ, որոնք չեն ասել, թե Աստված իրենց հայրն է, Հիսուս իրենց բրգիչն է, այս խոսքը իրենց համար չէ։ Եկեք բարձ լինենք։ Այս խոսքը համար 17-ը գսե, եթե հայր գոչես, ուրեմն այս խոսքը կոնն է։ Հիմա դու պիտի գտնես, արդյոք մենք Աստծո զավակը դարձած ենք Հիսուս Քրիստոսով։ Եթե Աստծո զավակը դարձած ենք Հիսուս Քրիստոսով, եւ եթե հայր գոչենք, հրաման կա։ Սուրբ եղիր, ինչպես քո հայրդ սուրբ է։ Քույր եղբայրներ համար 17-ը գսե առանց աչառության Աստված պիտի թադե ամեն մեկը իր կորձին համար։ Որ կորձին համար։ Այս խոսքին համար։ Ասել է որ մենք որ գսեմ անոնք որ մեր մեջ կսեն որ Աստված իրենց հայրն է, հաշիվ պիտի տան այս համարի վրա։ Սուրբ եղիր, քանզի ես սուրբ եմ։ Երբ որ Հիսուսի առջև պիտի լինենք, այս խոսքը պիտի գա իմ թիմաց եւ քո թիմաց։ Ուրիշ եկեղեցիկացի է, խելոք ես, բարի ես, ամուսնացար, չամուսնացար, այդ երկրորդական է։ Սուրբ եղիր, քանզի ես սուրբ եմ, եւ Աստված կսե առանց աչառության ասել է հովիվին, ոչ հովիվին, դգարին, մեծին, ով որ գսե, որ Հիսուս մեր Տերն է, եւ ով որ գսե, որ մենք ընդունած ենք Տեր Հիսուս Քրիստոսը, ով որ լինի, երբ որ ելևեր, Աստված պիտի ասե սուրբ եղիր, եղար, արդյոք սուրբ եղար, ինչպես ես սուրբ եմ։ Հասկացաք չէ միտքը։ Քույր եղբայրներ, երբ որ մեկը Հիսուս Քրիստոսը գտնի, գմտնե նոր ուխտ որ գսենք, այո, գրնանք նաև ասել նոր ապրելակերպի մեջ։ Հիսուսի ապրելակերպի մեջ։ Ինչ որ ամբողջ համարները, շատ համարներ մեզ գսեն, ինի մեջ չեն արդեն, եւ այստեղ գսեք, քիչը պիտի ասեմ, դուք առաջվա մեզ չեք, պիտի չմտածեք գսեն։ Դուք հիմա նոր թագավորության մեջ մտածեք։ Հիմա նոր սիստեմի մեջ մտածեք, եթե Հիսուսը ընդունացեք։ Այս եթեն շատ կարևոր եւ ես շատ պիտի գրկնեմ։ Քանի որ շատերը գսեն, քիչ առաջ մեր եղբայրը գսեն, շատերը խոսքով լավ, գեղեցիկ, հոգեվոր խոսքեր գխոսին, բայց այդ թագավորության սիստեմին մեջ չեն։ Հալելույա, միջև հիմա
Կփորձեմ գամած հետո հարցումի դասնեմ ձեզ։ Երբ որ կմտնենք նոր սիստեմի մեջ, nouvelle ère ֆրանսերենը, dans une nouvelle ère, նոր ապրելակերպի մեջ, նոր մտածելակերպի մեջ, նոր թակավորության մեջ, նոր սկզբունքի մեջ, երբ որ Հիսուսը կընդունես։ Եվ անորոշ շատերը եկամն թեթևորեն կընդունին Հիսուսը եւ մեղքը հովիվներին է։ Երբ չես բացատրել ինչ է ապաշխարությունը, երբ մարդը չի գիտեր ինչ ցել Հիսուսը ընդունինը։ Եվ գսեն Հիսուսը ընդունի լավ պիտի լինի քեզ համար, քո ուզածը պիտի լինի, եւ աղոթես Աստված քեզի քո ուզածը պիտի տա, լավ պիտի լինի, լավ պիտի։ Ամեն մարդ կմտնի այդպես խոսքի մեջ, բայց Հիսուս այդպես երբեք չասավ։ Իմ հետ հետևորդը ասավ, ինձ հետևորդը ասավ, իրանցը պիտի ուրանա ու իմ հետևես հետևի, ոչ թե իմ աշակերտից չի կարող լինի։ Համաձայն եք։ Քույր եղբայրներ մեր եկեղեցին կոնե, միջև անեմ որ ես կապրիմ, պիտի փորձենք, որ մեր եկեղեցին ճշմարիտ խոսքի վրա շարունակվի եւ ոչ թե մարդ հաջեցնենք։ Ուրեմն, երբ որ կմտնեմ եկը դեր Հիսուս Քրիստոսի նոր ուխտի մեջ, Հիսուս մերավ, Հիսուս հարություն արավ, Հիսուս ճամփան բացավ, մեզ համար հավանական կյանքի, մենք նոր ձևով ապրելու կսկսենք։ Եվ անոր համար որ սիրելի քույր եղբայրներ, եթե մենք այդ նոր սուրբ ձևով չենք ապրում, մենք շատ մեծ վտանգի տակ ենք։ Ամեն։ Ուրիշ միջոց չկա։ Եվ որ գսե ծեր այս բանթուղթյան ժամանակ վախով անցուցեք, որն է բանթուղթյան ժամանակը, այս մեր աշխարհի անցողականն է։ Քիչ առաջ երիտասարդներու նսի քանի տարի դեր բիդաբրիսը սախբերս, մաքսիմում 50 տարի, էս հա քո խնդիրը։ Մաքսիմում քանի տարի բիդաբրին գստեր։ Երիտասարդներուն թե ձերելուն չեմ ասել։ Ձերերը մի քանի տարի մնաց։ Հա, հարել, բայց երիտասարդներուն ասենք որ երիտասարդները քանի որ այնպես ծրագրի մեջ մտել են, այնպես ծրագրներ ունեն, այնպես ապակա կմտածեն, որ կարծես մերլին չի գա իրենց համար։ Բայց չէ սխալվում ես։ Մաքսիմում ամենին փոքրը մեր մեջ, այլ է մաքսիմում 100 տարի ժողովուրդ։ Ասենք թե Հավիտենական կյանք դերը մեզ տվավ եւ մենք այս բանթուղթային կյանքը անցողական է միջև մտնենք այն հավիտենական կյանքը։ Այստեղ գրված է, գսե այս բանթուղթյան կյանքը ասում է վախով անցուցեք, որ վախը, որ սուրբ ապրիմ, չլատ է սուրբ չապրեմ։ Նայեցեք, իմ վախս չլատ է սուրբ չապրեմ։ Իմ վախս այդ է, որ Աստված գսե սուրբ, ես գսեմ հիմա չէ։ Այս վտանգ է։ Ուրեմն երբ որ երկիկ գնայիս հավիտենականություն, Հիսուս իր խաչով, իր հարությամբ մեզ տարավ այնտեղ, երբ որ գնայիս այնտեղ, եւ երբ որ ետ կվերադառնաս այս աշխարհ, գսես որ ես ինչ է։ Մի քանի տարվա պատմություն։ Համաձայն եք դες միջև հիմա։ Հալելույա։ Քույր եղբայրներ, եկեղեցի նպատակը ինչ է, թե ոչ սուրբ կյանք ապրելու իրան քաչալերել։ Ինչ է, դու ասեք։ Ինչ է եկեղեցի իմ գործը, եթե ոչ իրար ասենք սուրբ ապրիլ, ահա մի քանի տարիից մերնում ես։ Դիրոջ գործը կդարի, ահա մի քանի տարիից մերնում ես։ Մաքուր ապրիլ, արտար ապրիլ, ահա մի քանի տարիից մերնում ես։ Ինչ է եկեղեցի իմ գործը, եթե ես չասի։ Հիսուս եկավ մեր հարություն արավ, որ դու եւ ես սուրբ լինենք, ինչպես մեր հայրը սուրբ է։ Ամեն, հալելույա։ Ուրեմն անցողական ենք եւ այս կուզեմ ճշտել կամ շեշտել քուրիկներ, եղբայրներ, անցողական ես, դու քեզ ասե, մի հատ դունիտ նայիր, օտոյիտ նայիր, մարմինիտ նայիր, ասե որ անցողական եմ։ Մաքսիմումը 100 տարի արջևդ։ Հավիտենականության մեջ 100 տարին ինչ է։ Իմս արդեն գեսը գնաց, գեսը մնաց։ Ավելի շատը գնաց, քիչը մնաց։ Ես իմ համար ասեմ։ Ինչ մնաց։ Երբ որ հավիտենականություն գնայիս, ես ինչ մնաց ինձի։ Եվ դեր բռնել եմ ասել, չէ, իսպես, աղբին թող, անցի, գնա, խտ վերնայիր, հոն սրբություն կա, այնտեղ է մեր տեղը։ Սուրբ Գիրքը մեզ գսե, Պողոսը գսե, մեր քաղաքացիությունը ուր է։ Ուրեմն եթե ես իսկապես այդ հորը զավակն եմ, ես հոն պետք է նայեմ։ Եվ ես հորը զավակը չեմ, ուրեմն պետք է ապաշխարեմ, որ դժոխք չգնամ։ Եվ հորը զավակ լինեմ։ Անորմալ գոչ կա, ավետարան կա, ապաշխարեցեք, Հիսուսը ընդունեցեք, սուրբ կյանք ապրեցեք, քանի որ մեր կյանքը միայն 100 տարեկան չէ, մեր կյանքը հավիտենականություն է, ես հավիտենականությունը կուզեմ Քրիստոսի հետ ապրել։ Հալելույա։
Դու մարդու այնտեղ դիտես ես հավիտենական ես սիրելի եղբայր, քո բարի լինելով չէ որ երկինք պիտի տաս, քո խելոք լինելով չէ որ երկինք պիտի տաս, հավուս լինելով չէ որ երկինք պիտի տաս, լավ զավակներ ունենալով չէ որ երկինք պիտի տաս, դու Հիսուսով միան գրնաս ապրիլ հավիտյան, Հիսուսի հետ ուրեմն ապաշխարի։ Այս դուրսիներուն համար։ Իսկ մեզի համար, որ ընդունել ենք Հիսուսը, որ գիտենք Հիսուսի խաչը փառք ես դեր, հալելույա։ Այդ հիմա քո գլուխով չեղա այդ իմաստությունը, այդ Տերը դվավ։ Այդ փառք տվեք, որ Տերը ձեզ իմաստություն տվել է, որ Հիսուս կա։ Այո, փառք տվեք Գիրոջը, որ ինքն է արել այդ գործը։ Դու քո խելքով ես իմ խելքովս չեմ հավատացել։ Հալելույա, խելքդ քեզ պիտի գտնեսնի մի տեղ։ Մեր մեջ շատ խելացիներ կան, դեր օրտե բոլոր խելացիները, բայց այդ խելքով երկինք չես գնա։ Հավատքով երկինք երթանք։ Խելքով չէ։ Ամեն։ Մեր կյանքը անցողական է։ Ուրեմն դարբերությունը ժողովուրդ ջան, հավատացյալի եւ իրական Աստծո զավակին, իրական Հիսուսին, Հիսուսի աշակերտին, կամ իրական անվոր Տիրոջ կամքը կկատարե, այն է որ այդ մարդը այդ Աստծոն որդին եղած է։ Դարբերությունը հավատացյալի եւ աշակերտի։ Հավատացյալը կհավատա, որ Աստված կա, որ ստեղծած է երկինքն ու երկիրը, հավատացյալը, իսկ աշակերտը այն մարդն է, որ ընդունած է, որ այն Աստվածը իր հայրն է Հիսուսով։ Դարբերությունը հասկացաք։ Հասկացաք թե չէ։ Հալելույա։ Շատ հավատացյալներ կան, որ Աստված կա, Հիսուս կա, ամեն ինչ կա իրենց համար։ Խնդիր չկա, բայց դարբերությունը ճշմարիտ Հիսուսի հետևորդին այն է, որ այն Աստվածը դարձած է իր հայրը Հիսուս Քրիստոսով եւ ինք այդ հորը սուրբ ճանապարհներուն մեջն է։ Դարբերությունը ստեղից կերենա։ Եթե իսկական վերստին ծնունդ ունի, եթե իսկական Աստծո հոգին իր մեջ կբնակի, այդ մարդու նպատակը այդ հորը հետ ապրելն է։ Հասկացաք չէ՞ միտքը։ Քանի որ համարը գսե, եթե հայր կգոչեք, այստեղ իմ համար հարց կդա։ Ասել որ դուք այսպես պիտի անեք, բայց գսեն հենց բոլորի չէ, հա, ով որ հայրը կգոչի։ Ով է այդ հայր գոչողը, վերստին ծնողը, ամեն մարդ չէ։ Եվ աղոտներից ալ գերենա շատ մարդիկ, որ աղոտեն շատ քիչ մարդիկ կան, որ հայր գսեն։ Եվ այդ հայրը սովը Սուրբ Հոգին է մեր մեջ, մեր խոսքը չէ։ Գիտեք, չէ՞ աղոտածից գիրքը գսե, հայրը Սուրբ Հոգին մեր մեջ, հայր կգան չէ։ Ապա հայր կգան չէ։ Հիմա ուրեմն խոսքը լուրջ չէ, սիրելի քույր եղբայրներ մեր համար։ Գնամ մի հատ ծեր տեսնել այդ մարդիկը, որ հայր կգոչեն Հիսուս Քրիստոսի Աստծուն։ Ամեն։ Ինչու գիտես, կարևոր է որ տեսնես, որ դու հայր գոչող ես։ Դու քեզ երբեմն պիտի վկայես։ Մի սպասի ուրիշ ասի քեզ, դու կնա հայրին արջև, ասի որ դու վերստին ծնված զավակ ես։ Ուրեմն այդպես ապրիր։ Կարելի է, չէ՞ ասելը։ Համաձայն է, չէ՞ս։ Ուրեմն լուրջ կյանքի եւ մահվա թեմա է։ Քանի որ գսե Սուրբ եղեք ինչպես ես սուրբ եմ եւ դուք պիտի հաշիվ տաք այս կետի վրա եւ այդպես ապրեցեք որ անցողական եք այս սրբությունը մեկ կողմ չթողնեք։ Համացա։ Ինչս է սուրբը լալ։ Արդյոք սուրբը լալ ինչ կարծեք։ Սուրբը լալ ամեղը լալ է, առանց մեղքի լինելը, մաքուր լինելը, կատարյալ լինելը ինչ է սուրբը լալը։ Ձեր կարծիքով։ Սուրբ լինելը ժողովուրդ ջան, երբ որ ես կգարտամ եւ գսե ինչպես ծեր հայրը սուրբ է, ինչպես ես սուրբ եմ, երբ որ կմտածեմ, գսեմ Աստված իր Աստծո սրբությունը ոնց կերևնա։ Եվ երբ որ 5 տակարանի մեջ գսե ես մյուս աստվածներուն չեմ նմանիր, ես սուրբ եմ, ասել գուզե որ ես բոլորովին տարբեր եմ։ Եվ Աստված գսե իր զավակներուն բոլորովին տարբերվեք։ Եթե գուզեք սուրբ լինել, տարբերվեք աշխարհի մեղքի կյանքից։ Եթե գուզեք սուրբ լինել, տարբերվեք մարդկային կյանքից։ Սուրբ լինել ասել ես տարբեր եմ, ես հորս նման եմ։ Հալելույա։ Եվ այս է որ մեր հավատացյալները պրոբլեմ ունին, չեն տարբերվում աշխարհից եւ ասում են հավատացյալ եւ անոր համար քայթագությունները հավատացյալների միջոցով լեցուն տեսնում ենք լիքը 4 կողմ։ Ուրեմն սուրբ եղիր ասել որ առաջին բանը տարբերվիր աշխարհի սիստեմեն, տարբերվիր աշխարհի մտածմունքեն, քիչ առաջ ասի նոր սիստեմի մեջ մտածես, նոր մտածելակերպ ունես, նոր թակավորության մեջ ես, դու պիտի տարբերվես, քո մտածածները քիչ հետո պիտի խոսիմ, մտածածները պիտի տարբերվի։ Դու չես կրնար ասել հարևանս էսպես արեց, ես ալանեմ, ոչ։
Դու երկինք կացող մարդ ես, վերստին ծնված մարդը երկինք կացող մարդն է, սուրբ բաներու, ինչ որ գսվել, սուրբ բաներու մասին մտածողն է եւ կատարողն է։ Դու չես կարող տրամշահելու համար ուրիշներու նման լինես։ Դու չես կարող առողջ լինելու համար ուրիշներու նման լինես։ Դու երկինք գնացող մարդ ես։ Հիմա եթե այդպես ես, ալելույա, բրավո քեզի, այդպես չես ապաշխարի։ Եթե Աստված Աստծո հայր կգոչես, եթե վերստին ծնված ես ուրեմն, եթե Սուրբ Օգին քո մեջ կբնակի ուրեմն, կամ եթե վերստին ծնված նոր ստեղծված ես, ինչ որ քիչ առաջ ասվեցավ, ամեն, ուրեմն սուրբ եղիր, տարբերվիր։ Քո խոսածեդ պիտի տարբերություն տեսնվի, քո գործեդ տարբերություն տեսնվի, քո ընդրությունները տարբերություն տեսնվի, քո բանկիդ հաշիվեն տարբերություն պիտի տեսնվի, պիտի տարբերվես դու։ Սուրբ եղի, հրաման է ժողովուրդ, հրաման է։ Քանի որ Հիսուս մեզ այնտեղ դարավ։ Ինք չմերավ բարձավես, որ մենք տանք եկեղեցի մի քանի բաներ անենք եւ ուրախանանք։ Ինք մերավ, որպեսզի մենք սուրբ լինենք։ Ինք հնազանդություն գսե սորվեցավ, քիչելով գսեմ, հնազանդություն սորվեցավ, որ մենք ապրենք հնազանդության մեջ։ Սուրբ եղիր, ինչպես ինք սուրբ է։ Ինչ կսեք ես խոսքին։ Վերստին ծնվածը պիտի երևնա իր սուրբ լինելու պայքարի մեջ։ Վերջ։ Եթե այն սուրբ լինելը քո եւ իմ մտահոգության մեջ չգա, ես հարց կդամ քո վերստին ծնունդի վրա։ Ես իմ վերստին ծնունդի վրա։ Եթե սուրբ եղիր գսե եւ դու գսես այդպես բաներ, դու վերստին ծնունդ չունես։ Քանի որ Սուրբ Հոգին մեզ գսե սուրբ եղիր, ինչպես հայրը սուրբ է։ Եթե իսկապես հայրը հայր կգոչեմ, ուրեմն սուրբ պիտի լինեմ։ Սրբության մեջ պիտի պայքարեմ։ Ես պետք է տարբերվեմ իմ 4 կողմիններես։ Սուրբ լինելը դա անմեղ լինել չէ, հա։ Հավատացյալները ինչ որ մեղ չունեն։ Բայց հավատացյալները սուրբ լինելու համար կպայքարեն։ Եթե դու մեղ կործեցիր, ես կսեմ եղբայրս քույրս մեղ կի ասրածը, եթե իսկապես վերստին ծնված ես, ձուն կծրես եւ կսես ես մեղ կործեցի, կներես։ Եթե վերստին ծնված ես, կսես, դու ով ես։ Եվ այլն։ Ուրեմն սուրբ լինելը գերեւնա քո սուրբ վարմունքներն, վարվելագերբեն։ Հիմա իմ համար լուրջ թեմա է, ինչպես սուրբ ըլամ։ Այս հարցը իմ մեջ պարզացավ, քո մեջ պարզացավ այս բանը։ Չէ, արդեն չէ պարզացած, ինչ տավեսիրուն, մենք արդեն սուրբ ենք հովի ջան անչափալ կարևոր չած թեման, մենք արդեն գիտենք, մենք արդեն քույրիկ եղբայրներ։ Եթե հայր կգոչես սուրբ պիտի լինես, եւ այդ սուրբ չլինելու հետ կապված դու հաշիվ պիտի տաս։ Իմ համար լուրջ թեմա է։ Բերանով չէ, այլ կյանքով։ Ինչպես սուրբ ըլանք, ինչպես տարբերվենք, ինչպես հորը նման լինենք այս աշխարհին մեջ, Հիսուսի նման իբր մարդ, բայց հորը մտքով։ Հասկանում եք ինձ։ 3 բանալիներ տալիս է այստեղ համարը, 3 բանալի, որ սուրբ լինես։ Դանք այդ բանալիներ իրար հետ։ Առաջին բանալին 13 համարին մեջն է։ Գսեցեր մտքերը կոդեբնտեցեք արթուն գեցած։ Առաջին պրոբլեմը քո եւ իմ, գիտեք ինչ է։ Միտքը դե։ Միտքեն կսկսի ամեն վատ, ամեն ընդրություն, ամեն ուղղություն, ամեն խոսք, ամեն վախ, ամեն իրարանցում, այդ գլխի փոքր այսպես ուղեղի մեջ ամեն ինչ։ Սուրբը լանո համար նախ քո միտքդ, քո բոլոր մտածմունքներդ պիտի վերանայիս։ Քիչ առաջ ասվեցավ։ Վերանայիր իմ մտածելակերպս։ Իմ զգացումներս մտքիս մեջ են, լավ լսեցեք, մենք միշտ սիրտ կսենք, բայց Սուրբ Գիրքը որ ասես սիրտ, սել է միտք։ Մտածելակերպը, քո զգացումներդ այնտեղ են։ Քո ամբողջ էությունը, քո անձդ այդ մտքի մեջն է։ Եվ երբ որ վերանայենք մեր մտքերը, ինչպես Աստված գնայի, ինչպես Աստված կմտածի։ Սուրբ եղեք ինչպես ես սուրբ եմ, ասել եմ մտածեցեք ինչպես ես կմտածեմ։ Հարցիմը գնայիս մտածե ինչպես Աստված կմտածի։ Ոչ թե ինչպես հայերը գնեն, ոչ թե ինչպես հայրը սորվեցուց,
Ոչ թե ինչպես իմ դան մեջ այսպես կանեմ, ոչ թե ինչպես ինձ ասվեցավ, որ մեր հայերը լիքը պրոբլեմ ունին այսօր զույգերու մեջ, լիքը պրոբլեմ ունին ընտանիքներու մեջ, լիքը պրոբլեմ ունին հարաբերության մեջ, ինչու, քանի որ իրենք չեն մտածել ինչպես Աստված կմտածե, այլ կմտածեն ինչպես իրենք կգարձեն, որ շիրալի է։ Այդ մարդկանց ոչ տունը, ոչ կրբանը, ոչ հարաբերությունը սրբություն չկա։ Միտքդ պիտի նայիս, վերանայիս ինչպես Աստված կմտածե։ Մեր մտածելակերպը շատ կարևոր է, եւ երբ որ գսե այստեղ մտքերիդ կոդ է բնտեցեք, ասել եք կոդի գաբեցեք, ասել եմ ասոր մասին, մեկ հատ շատ արագ ասեմ, կոդի բնտելը այն ժամանակ որ երկար կհակնեին, սիրելի քույրիկներ, եղբայրներ ջան, երբ որ երկար կհակնեին հակուստները, չէին կարող վազել։ Վազելու համար պիտի վեր քաշեին իրենց հակուստը եւ կոդին կապեին, որ վեր մնա, փեշը։ Քույր եւ եղբայրները Ուրեմն գսե եթե կոդեբնդեցեք ասել է վազելու համար այս սուրբ ըլլալու համար պատրաստվեցեք վեր հանեցեք կոդիները գաբեք ահա պիտի կարենք հասկացաք միտքը պատրաստվիր գլուխիդ մեջ որ դու սուրբ պիտի լինես այսօր պատրաստվիր գլուխիդ մեջ որ դու պիտի տարբերվես քո ընկերներեն պատրաստվիր գլուխիդ մեջ որ դու կորձը մաքուր պետք է լինի գլուխիդ մեջ նախ սկսիր այդ բանը քո զույգը պետք է սուրբ լինի գլուխիդ մեջ պատրաստի նախ այդտեղից է սկսում Շատ մարդիկ կամ որ իրենց կսեք էս մի արա, այն մի արա, բայց գլխին մեջ ինքը գլուխ արդեն ընդեղ է։ Չի ալնսում քեզ, կամ ինքը այդպես է։ Հավատացյալը եթե հայր կգոչեն իմ գլուխս մտածելակերպս պիտի փոխվի, ես հայր Աստծո զավակն եմ։ Սուրբ Աստծո սուրբ զավակը պետք է լինեմ։ Համաձայն եք, վեր հանեցեք, մենք կսենք թևերնից Իրեք քույրիկները որ միս պիտի բանանեն, խառնեն, անոնք որ խնկալի գսիրեն ունել եւ միսը պիտի խառնեն, որ մերեկալ ուտենք, մի խոսքով, այդ խնկալին որ գնեք, ինչ է, թևերդ վեր կհանես, քույրիկ ջան, չէ, հալելույա, եւ կխառնես։ Որ կխառնես, որ չխնկալի կո հակուսը կամ չադոտես։ Նո միտքը այդ է որ, քանի որ դու սուրբ պիտի լաս, պիտի տարբերվես միտքդ պատրաստի, ցերկերդ վեր հանի ասա, հիմա նայ ոնց եմ ես սուրբ լինելու։ Ամեն Probleme, Panalin են ասում, սուրբ լալու, Probleme մենք ենք, սուրբ ոգին չէ։ Probleme քո մտածելակերպն է, մեր սովորություններն են, մեր ավանդություններն են, նայած ով ինչ ուտեղից։ Մեր դաստիարակությունը, մեր մտածելակերպը անոնը միտքը փոխի։ Հռոմայացիս ինչ ասում, ձեր մտքերը նորոգեցեք։ Մտքերից է սկսում ամեն ինչ, գսես սրդի լեցունութեն բերանը գխոսի սիրտը միտքն է, միտքը ինչ կերազես, օրը դուրս պիտի գա։ Ինչ բան քո մեջ, օրը պիտի զրախ, պիտի բայթի, ամենն իրար պիտի տեսնեն, հետո պիտի տեսենք, վայ, այսպես էր էս մարդը, մենք զարմացանք, հա մենք զարմացանք, մենք միտ կարտացող չենք, մենք հետո տեսանք, բայց Աստված առաջին օրեն գսես սրբացիր, մի կտ փոխե, լավ չես մտածում, մտածելակերպդ փոխե, Աստված գսե երեն, բայց ինչի լսի, էս է պրոբլեմը։ Հալելույա։ Լավ լսե, թե քո միտքդ ինչ կասի քեզ։ Քիչ առաջ ինչ ասի, մեկ ասավ զննենք, մենք մեզ ասեցիք ինա։ Հա։ Մի հատ հիմա խոսում եմ, չէ՞ այստեղ, խոսել եմ, չէ՞ պաշտամունքի են, չէ՞ այստեղ։ Հիմա ծեր միտքերը ուր են։ Մի հատ լսի։ Քիչ հետո ուր պիտի գնամ, քիչ հետո ինչ պիտի ուտեմ, ջաշ պիտի երկեմ, հյուր ունենք, այստեղ պիտի գնամ, այդ մարդը միտքդ այդտեղ է։ Է արդեն դու գորել ես այսօրվա պաշտամունք քեզ ոչ մի իմաստ չունի։ Միտքդ ուրիշտեղ է։ Երբ որ միտքս կգնա ուրիշտեղ, իմ արտականությունս է միտքս բերել կետրոնացնել սրբության ճանապարհի մեջ։ Եղել է չէ՞ երազում եք մի բան եւ կամաց։ Միտքը մի բան եկավ եւ մի ժամ հետո տեսար թե այդ միտքը այնքան զարգացել է, որ իդ կալը դժվար է։ Գնացել ես արդեն։ Ես կհիշեի բզդիգեի Եվ վերջին խաղը սեր պատերազմեն առաջ Դանիքը մեր Դանիքը այսպես մի հատ աթորի պես մի բան ունեի, շնեցի, սարքեցի, ասի այս իմ օթոնավս պիտի լա, օթոնավ։ Շնեցի, սարքեցի, նստա, հիմա պիտի թրիմ, ասի։ Պիտի թրիմ, հավատքով։ Հավատքով ես երեխական հավատքով։ Հա, պիտի թրիմ։ Հիմա նստա եւ սկսա երևակայել, թե ես ինչպես թռնում եմ այդ շենքից այդտեղ, այդ շենքից։ Եվ գրիվը սկսա վարիճ, մամաս ասավ շուտ վարիճի պատերազմը սկսա։
Ժողովուրդ, մեր երազով մենք շատ տեղեր կգնանք երթալ։ Ես այս օրինակ գտամ, դու ուրիշ օրինակ վերցրու։ Գարնենք եւ ահա ուրդերները կացի միտքը գնաց, բայց հավատացյալ մարդը, սուրբ մարդը, Քրիստոսի միտք ունեցող մարդը եւ կտեսնե իր միտքը կամած կթռնի, կբռնի այդտեղ ինքս է սուրբ եղիր, քո հայրը սուրբ է։ Վերադարձիր Տիրոջը, քո հայրը սուրբ է։ Էսա վերստին ծնունդ ունեցող մարդուն պայքարը։ Եվ որ Հիսուս կսե անդադար աղոտ գրեք, ինչի համար կգործեք։ Հենց էսա, Աստծո համար, միտքը թող չի գնա այնտեղ։ Ընկերներ գուքան, հարևաններ գուքան, իչքիտնամ հյուրեր գուքան, ամեն մեկը բաները մը գսեք ու միտքդ կգնա։ Եթե հայր կգոչես, առաջին բանը միտքիդ հետևել։ Սուրբ ըլլալու բանալի է։ Հիմա եթե կան մարդիկ մեր մեջ կսեն այնքան ինձ կարևոր չէ սուրբ ըլլալ, Աստված ձեզ առաջնորդի, ըսելիք բան չունիմ քեզի։ Էլ միալ լսի։ Պետք չունի, այս կառույց քեզ համար չի։ Բայց եթե մենք հայր կգոչենք, այդտեղ հրաման կա։ Սարգիս, ինչ որ անում ես արա հեչ կարևոր չէ իմ համար։ Սուրբ եղիր գազի ես սուրբ եմ։ Էս կսե դեր ինձ։ Եվ Սարգիսը այս կետի վրա հաշվի տա։ Միտքս նորոգեմ։ Միտքս լսեմ։ Տեսնեմ ես ինչ կմտածեմ, ինչպես կմտածեմ, այս վիճակի համար, այն վիճակի համար, մարդու հետ կապված, չգիտեմ, ընտանիքի հետ կապված, աբակայի հետ կապված, ամուսնանալու հետ կապված, փող շարելու հետ կապված, չեմ գիտե, ժողովուրդ ամեն մեկս տարբեր տեղ ենք։ Ինչ կմտածես, Աստված ինչպես կմտածի։ Երբ որ կմտածեմ ես միտք մգուքայի մեջ, հարց պետք է տամ։ Այս միտքը որ եկավ, հիմա օրինակի համար Միքայելին նայեցա, Միքայել ակնոց տրած է։ Ակնոցին նայեցա, միտք ես ասի, որ այս ինչ տավ ակնոց է։ Օրինակ, պաշտամուքին տած քարոզի ընթացքին։ Ես իմ մասին խոսեմ։ Հիմա այդ միտքս ես ինչ եմ։ Հիմա հենց հիմա Միքայելին նայեցա, ակնոցը որ լավ ակնոց է։ Փոխերս գազեմ ակնոցը տալու պլյուս։ Որա, հեսա, հալելույա։ Հեսա, դեսա, քարոզի հոգևոր բան, սուրբ բաներ կխոսին, մենք անգամ միտքս, մենք աչքս մի բան։ Դեսա միտքս զրտ գնաց ընդ։ Հալելույա, աչքերին ու շարժուն արեք, դա լսեմ, քանի որ աչքը գսե հոգին պատասխանատուն է, բադուհանն է։ Գամ հայերին, նայեց թարգմանությունները։ Ուրեմն ես այդ միտքը ինչ եմ հիմա։ Այդ միտքը եկավ ես ինչ եմ։ Այդ միտքը որ եկավ ես այդ միտքին պիտի վրընդեմ կամ տանիմ եւ ասեմ ինձ գետրոնացիր, սուրբ ես։ Սուրբ բաներ կխոսենք։ Հոր մասին մտածի, հավիտենության մասին մտածի, նայիր դու ով ես, նայիր ինչ ասեց, նայիր ուր կգնաս, այս է մեր միտքը, բայց եթե ես ակնոցի մասին սկսի մտածելու, քարոզից հետոնալ ակնոցի մասին պիտի մտածեմ, հետո պիտի ես գնամ, ինչեր անեմ, որ այդ ակնոցից մի հատ վերցնեմ, փող չունեմ, բայց քրեդիտ պիտի անեմ, այդ ակնոցը ուզում եմ։ Եվ գնաց։ Հասկացաք ժողովուրդ մեր խնդիրը, ֆիլմ ենք նայում, սիրահարներ ենք տեսնում այդտեղ, ասում ենք ես ուզում եմ այսպես սիրահարվել։ Ամուսինիդ նայում ես ասում ես էս այ ախպեր ասես, հա Բայց դու ուզում ես սիրահարվել, դու ամուսինդ ես նայում, ժողովուրդ նորմալ է այդ ֆիլմը դու 10 անգամ դիտի ամեն օր, նորմալ է որ ամուսինդ երեսել չես նայի, չես նայի եւ գուզես ուրիշ մեկը գտնես, հնդկական ֆիլմերը, սիրահարվել կսկսείς եւ այլն, ժողովուրդ ջան, ուր եք նայում, ձեր մտքերը նորոգեցեք, ձեր մտքերը մաքրեցեք, սուրբ լինելը սկսում է մտքից, հալելույա, թեր ուրիշ բաներ ագարամ ասել, բաբակ, տարբեր թեմաներ են ասում։ Երկրորդ բանը, այս առաջին բանալի է, միտքդ քննի, միտքդ տես, միտքիդ վրա իշխի, Քրիստիկ ջան, Մարի ջան, մենք, ես իմ միտքիդ վրա իշխի, քանի որ դու ասել ես, ես Հիսուսի զավակն եմ, այդ է, քանի որ ասել ես, ես չեմ կարող ասել, միտքդ փոխի, դու պիտի ասես, ես միտքս պիտի փոխեմ, ինչու, քանի որ հայր եմ կոչում իմ Աստվածը, ես իր զավակն եմ։ Հալելույա, այս ամեն չէ կապուտի, միտքը սկսում ենք ճարաճուսի, ակնոցի օրինակը դվի, հակնելու օրինակը, ունենալու օրինակը, ինչեր կարանք ասենք թե։ Մարդիկ իրենց միտքը փոխել են օրինակի համար մի բան անեն, իրենց մտքին մեջ արդեն գա։ Հետո գալիս են ասում, հովի մի հատ աղոթի տիրոջ կամքը ստանամ։ Բայց ինքը որոշ բարձր։ Մտքին մեջ
Հովիվա, աղոթի, դու աղոթի, ամբողջ եկեղեցին աղոթի, բան չփոխվի։ Ինք արդեն մտքին մեջ գնացել է այնտեղ։ Արդեն գնացել է միջև հոն։ Ինքը այս գետի համար է, գետի համար է աղոթում, բայց ինքը արդեն զետ հասել է մտքին մեջ։ Քույր եղբայրներ, անգեացելանք։ Մեր մտքերը վերանայենք։ Եվ երբ որ միտքը որ Աստծո կամքին համաձայն չէ, շուտ թող քո միտքդ հավաքի Տիրոջ վրա։ Սուրբ ես, սուրբ եղիր։ Մենք տարբերված մարդ ենք։ Մենք ուրիշներու նման չենք։ Մենք հորը պես սուրբ ենք։ Ամեն այս առաջին։ Փանալին ինչ էր առաջին փանալին։ Միտքը։ Սուրբ լինելը տարբերվի։ Փանալին, առաջին փանալին միտքդ նայի, միտքի դե սկսում խնդրեմը։ Մի խոսքով քո խնդրեմը դու քո միտքն է։ Ամեն մեղքը սկսում է մտքից։ Երկրորդ բանը որ գսա այստեղ շատ բարձ գսե համար 14 հնազանդ զավակներու պես ծեր դքիդության ադենվան ցանկություններով մի վարվիկ։ Երկրորդ բանը շատ բարձ բան է։ Սուրբը լալու համար Աստծո սուրբը, Աստծո սրբություն ապրելու համար երկրորդ բանը հնազանդ եղիր խոսքին։ Եվ երբ որ գսա այստեղ հնազանդ եղեք, ոչ իցեր ադենվա դքիդությանը պես։ Ասել է որ քո առաջվա մտածելակերպը մի մտածի, հնազանդ եղիր։ Քո սկացումներուդ, ժողովուրդ, քո սկացումներուդ հագարակ, քո սկզբունքներուդ հագարակ, քո փորձառություններուդ հագարակ, քո վարժություններուդ հագարակ, քո բնավորություններուդ հագարակ, քո սկացումներու հագարակ։ Հնազանդ լինելը դու գախյալ չէ քո լավ եւ վատ վիճակիցդ։ Հնազանդ լինելը հրաման է։ Սուրբ եղիր, միտքդ փոխե։ Սուրբ եղիր, գլուխդ մի օգնեցրու, հնազանդի։ Բիդի ներես։ Բիդի ներենք, չէ։ Բիդի ներենք, չէ։ Բա մեր մեջ կամ չէ, քո եղբայրները ես հացել հետ, որ երբեմն ներելու սիրտ չունեմ այդ մարդուն։ Մենակ եմ ես։ Դեսնեմ գամ մի կոնի ինչ սուրբ եկեղեցի ունենք մենք, հալելույա։ Ուրեմն լինում է եւ կպատահի, որ դու այդ մարդուն չես ներես, կամ չես ուզես ներես, սիրտը չի կաշի։ Կամ չես սիրում, կամ չի գտնում է շատ բարձ բան։ Նայեցեք ես ներելու մասին ասում բան եմ անում։ Հալելույա, հալելույա։ Որպես տարապում ենք, բայց դարաբանքը, նայեցեք լավ լսեցեք։ Տարաբանքը, անարդարությունը, քո մեջի անարդարությունը, որ ապրել ես, քո սկացումները բարգության եւ տարաբանքը այս մեզ պետք չէ հերացնի մեր հնազանդությունից։ Սուրբ լինելը որոշում են հնազանդել, սկացումի հետ կապ չունի։ Հասկացաք, տարբերվիլը այն չէ, որ երբ ուզում եմ, ոնց ուզում եմ, ինչպես ես եմ ուզում։ Մեր սիրելի շատ հավատացյալները այդպես են շատ անգամ դժբախտաբար մենք ալ հետևին։ Բայց հասկացա ես մի բան, սուրբը լալը որոշում է, որ ես սուրբ պիտի լամ, պիտի հնազանդիմ խոսքին, խոսքը գսե աղոթի, աղոթեմ, խոսքը գսե նստիր, պիտի նստիմ, խոսքը գսե հնազանդի, պիտի հնազանդիմ, խոսքը գսե երկի, պիտի երկեմ, խոսքը գսե ներեմ, պիտի ներեմ, խոսքը գսե ել ոտքի, պիտի ելեմ ոտքի, հնազանդ եղիր խոսքին։ Մենք հնազանդ որդիներու պես ենք, ինչու, քանի որ սուրբ Աստծո հայր են կոչում։ Հալելույա։ Երկրորդ բանալի ժողովուրդ հնազանդությունն է։ Խոսքին։ Ես քանի անգամներ այս վերջերս, այս հիմա գիտեմ վարմունքի հետ կապված, մտածում եմ, որ հավատացյալի վարմունքը ինչպես պետք է լա։ Քրիստոնյայի, Քրիստոսի հետևորդի, աշակերտի, վերստին ծնվածի, ինչ որ գուզեք այդ բառերը, բայց ճշմարիտ ցվում։ Ինչպես վարմունքը պետք է լա։ Եվ սկսել եմ մտածել, ես վերջին շաբաթները ասում շատ մտածեցի, շատ բաներ քրած եմ։ Օրը քրել եմ այս գետի վրա կամ ինչին հնազանդին։ Հնազանդ, օքեյ, հնազանդն է, բայց ինչի։ Ինչ վարմունքի, ինչ դրսևորման, ինչ ցևով ապրելու, ինչպես ես պետք է ապրիմ, ինչպես ես պետք է դրսևորվեմ, ինչ պետք է մտածեմ եւ ինչ պետք չէ մտածեմ, ինչ է իմ ուղղությունը։ Քանի որ գսես սուրբ եղեք, ինչպես ես սուրբ եմ, ինչպես մենք սուրբ ենք։ Ինչպես սուրբ պետք է լինեն։ Բանալին առաջին միտքը, երկրորդ հնազանդություն, իսկ երրորդը շատ բարձ գսել։ Նայեցեք քրված է։ Հավատացես գանչող սուրբին պես դու գալ սուրբ եղեք, այս համարը ձեր բոլոր վարմունքներուն մեջ։
Մեզ ով կանչեց։ Հիսուս։ Մարդ եղավ։ Ինչու։ Գիտեք ինչու Հիսուս մարդ եղավ։ Որպեսզի մենք սորվենք այս աշխարհի պես մարդավարի ապրել։ Համաձայն եք, չէ՞։ Առանց միկրոյի խոսիմն եք լսեք ժողովուրդ։ Հա, սերցային գա։ Որպեսզի դերը մարդ եղավ, որ մենք մարդավարի ապրենք։ Ցեզ կանչող սուրբին պես սուրբ եղեք ձեր բոլոր վարմունքներում մեջ։ Ասել է բոլոր վարմունքներ։ Քույր եղբայրներ, մի հատ քո վարմունքդ հիշի։ Հենց եկեղեցին մեջ հիշի քո վարմունքդ, հաճելի է վարմունքդ, հիմա ըստ էս հաճելի է։ Վարմունքդ մի հատ հիշի։ Մի հատ նայ վարմունքի։ Ես հաճելի վարմունք կնեմ։ Ճանապարհը քայլած ադենս վարմունքս ինչպես է։ Հիմա որ կարոզ ես լսում, վարմունքդ ինչպես է, լսում ես կամ միան այսպես ես անում։ Այդ ալ չես անում շատերը։ Խնդիր չկա։ Վարմունքդ ուր է։ Բոլոր վարմունքիդ մեջ սուրբ եղեք, ձեր կանչող սուրբին պես։ Հիսուսը այստեղ նստեր։ Նախ ես չէի կարոզել այդ մեկ, բայց ըսենք թե ինչ կներ։ Երբ որ Հիսուս գնաց տաճար, ավելի ժողովարան, գիտեք ինչ արեց։ Հիսուս գնաց խելոք նստավ։ Սուրբ Գիրքը գսե գնաց եւ նստավ։ Եվ ես վստահ եմ, որ Հիսուս լրջությամբ լսում էր այդտեղ քարոզիչին։ Լրջությամբ հետևում էր ինչ որ էր օրենքը, ինչ որ էր այդ ժողովարանի համակարգը։ Ոչ թե մեր նման հավատացյալներ, որ գալիս են ուզում են փոխեն ամեն ինչ։ Նստում են ուզում են խանգարեն ամեն ինչ։ Քարոզի ընթացքին հետևում խոսում են, առաջում ասում են, մյուսը Հիսուս ինչպես իր վարմունքը ինչն էր։ Եվ որ ժողովարան գմտներ իր վարմունքը ինչ էր։ Ինձ հարց կուկա, Բաշխամունքի ընթացքում վարմունքը ինչ է։ Դունը նստած ժամանակը վարմունքը ինչ է։ Գործի ժամանակը, երբ պայդակորձություն գնեն, ինչ էր իր վարմունքը։ Իր ծնողներուն հետ վարմունքը ինչ է։ Իր եղբայրներուն հետ հետո վարմունքը ինչ եղավ։ Իր ընկերներուն հետ վարմունքը ինչ եղավ։ Աշակերտներուն հետ վարմունքը ինչ եղավ։ Ամփոյի հետ կապված, տաքսի հետ կապված վարմունքը ինչ եղավ։ Աշխատանքի հետ կապված ինչ եղավ։ Քույր եղբայրներ, ձեր բոլոր վարմունքներում պես ձեզ կանչող սուրբին պես սուրբ եղեք։ 24 ժամի վրա 7 ժամ, 7 օր, 7 օրի վրա։ Քո վարմունքդ զույգեր ժանցեր ամուսիններուն հետ։ Դբրոցը երեխաներուն հետ։ Ինչ գիտնամ ծրակիրներու մեջ, կորձի մեջ։ Ինչ են մեր վարմունքները։ Գուզես սուրբը լար վարմունքդ նայր։ Եկեք հոգևոր չխոսենք, վարմունք, վարվելագեն, շնորհք, և նայ ոչ թե մեր հայկական վարմունքը, չէ, հոգևոր վարմունքը։ Իրար չասենք, մենք հայինք այսպես պետք է անենք, ես այսպես եմ, ասենք ձեզ երկար չեք թիմանալու, ամենատևս երկար չեք թիմանալու հոգևոր կյանքի մեջ, եթե դուք ասեք ես հայ եմ, ես այսպես եմ, պապաս ասպես ասես, մամաս ասես, ես ասենք եմ։ Դու երկար չես թիմանալու։ Աստված չի թողնելու քեզ երկար իր ճանապարհի մեջ, եթե դու ասես ես, մենք, ես։ Սուրբ եղիր քո բոլոր վարմունքիդ մեջ, ասել է որ նայ քո զավակները քեզ համար ինչ կսեն, ծնողներ ջան, մեր զավակները մեզ համար ինչ կսեն։ Soyez saints dans toute votre conduite, la façon de vivre, la façon d'être, la façon de donner, la façon de parler, la façon de s'habiller, la façon de tout. Ձեր հակվածի վրա, ձեր խոսելու վրա, ձեր մտքի վրա, ձեր խոսքերի վրա, ձեր ընկերության վրա, ձեր փոխշահելի վրա, եւ այլն լիստը ծոցակ երկար է։ Սուրբ կուզեսնալ վարմունքդ նայր, խոսածդ նայր, խոսածևդ նայր, տոնալիտետ նայր։ Ժողովուրդ ջան, դու գնացել ինձի Սարգիս եղբայրը շատ կսիրեմ, ինձ հայյանքի պես կլինի։ Լավ բան ես ասում, բայց հայյանքի պես։ Վարմունքդ մի քիչ իջեցրու, Սարգիս եղբայր։ Սրդան ցամփայս, բամիեր։ Գաս կրակ ժողովուրդ ջան, վարմունքը, տոնալիտեն, հարաբերությունը, մարդկությունը, ձեր կանչող սուրբին պես սուրբ եղեք, ինչպես Հիսուս սուրբ էր այստեղ։
Հալելույա։ Ուրեմն հավատացյալը լալը գիրագյորը, հալելույա, ամեն ասելը չէ, հավատացյալը լալը մեր միտքը փոխելն է, հնազանդ լինելն է եւ ամեն օրվա մեր վարմունքը Քրիստոսի վարմունքին նմանցնելն է, այս սրբությունը։ Եվ այսօր հաշիվ պիտենք։ Եվ գսե առանց աչառության գսե Աստված պիտի տա ամեն մեկը իր կորձին համացայն դարձածին։ Որ կորձին սուրբ վարմունքների կորձին։ Նորից արիտ կլինի այս թեմաներով իրար հետ ավելի օրինակներ բերելով։ Քրած եմ, կգրեմ վստահ ցեզյալ գուդամ այս միտքը որ դու գալ օրինակներ հանենք։ Ամեն մեկը վկայությունով դերևս կամ իր ստորվածով ինչպես վարմունքով սուրբ լինենք, ինչ անենք, ինչ են արգելքները, ինչ բանի վրա ապրենք, ինչ բանի վրա պայքարենք։ Եվ ասեմ, այստեղ մեր մեջ ինձ մեզ սկսյալ չկա, որ վարմունքով կատարյալ է։ Ամեն։ Ամեն, չէ՞։ Ուրեմն ես լիքը սխալներ եմ արել վարմունքի համար։ Խոսակցականս, ապրելակերպ, չեմ ասա գրնալալ, վստահ։ Պրոբլեմ չունեմ, որ մեկը ինձ ասի։ Բայց պրոբլեմը հա դե որ ես ասեմ, ես էսպես եմ։ Այդ պրոբլեմը արդեն։ Մենք սուրբ լալու պիտի աշխատենք, պիտի վարվենք, սուրբ հոգին որչափ տեղ դաս անչափ կո մարդկային վարմունքներդ կփոխե։ Վարժվել սրբության։ Գիտեք, սուրբ հոգիով լեցվիլ բարը շատ մի եկեղեցիներում է շատ մտցեմ, ես շատ բարձ գսեմ, սուրբ հոգիով որքան լեցվիմ, այնքան Քրիստոսի պետք է նմանվիմ, մնացած բաները հեչ կարևոր չեն ինձ։ Եվ ասեմ, որչափ սուրբ հոգիով գլեցվիս, այնքան Տիրոջ բնավորության մեջ կմտնես։ Հոգևոր բնավորության վարժության, բայց նաև մարդկային վարժության։ Եվ մենք բոլորս սխալները, ես այս չափ տարի հավատքի մեջ եմ, որ գնայ մի քանի դար առաջվա սխալներս, գսեմ Եվ հուսամ մի քանի տարի հետո այսօրվա համար գսեմ, որ Սարգիս այատներ խոսել ես միան, բայց նայր ես ներերու մեջ։ Հասկանում եք։ Donc սուրբը անմեղություն չէ։ Սուրբը մեր բոլոր վարմունքներուն մեջ Քրիստոսի միտք ունենալն է։ Հնազանդ խոսքին ասել է խոսքը պետք է սովորենք, մեր մեջ անոնք որ խոսքը չեն գարտալ, դու սուրբ երբեք չես կնալու։ Գրնան գսել այս բանը, սխալ բան չեմ ասել։ Ան որ խոսքը չի գարտալ եւ չի հնազանդի վարժվելու ինք սուրբ չի գրնալու։ Խոսքն է մեզի սրբություն սորվեցնողը եւ այդ խոսքը, նայեցեք ինչ։ Իմ միտքը, խոսքը եւ իմ վարմունքներս սուրբ ոգին է դեպ որ կկապեմ, արդեն ես սուրբ կյանք ապրելու կսկսեմ։ Երեք բան. միտք, հնազանդություն, վարվելագերբ։ 24 ժամ 24 ժամի վրա, 7 օր 7 օրի վրա։ Եվ եթե այդպես լանք Եվ այդպես աշխատենք, մենք նախորդնվենք և մեր միջոցով վստահ շատերը։ Եվ թերևս մի քիչ ավելի քիչ քայթարկություններ կլա եկեղեցիի մեջ։ Եթե ամեն մեկ հավատացյալս ինձ մեզ սկսյալ այս 3 գիտերի մեջ աշխատեինք։ Ձեր մտքերը գարտում եմ եւ կվերջացնեմ։ Ձեր մտքերը կոդեբնտեցեք արթուն գեցած, կատարելապես հուսացեք այն շնորհքին, որ ցեզի պիտի դրվի Հիսուս Քրիստոսի հայտնվելու օրը։ Հնազանդ զավակներու պես ոչ թե ձեր դգիտության ադենվան համացայն։ Հապա ձեզ կանչով սուրբին պես դու կար սուրբ եղեք ձեր բոլոր վարմունքներուն մեջ։ Ասացի գրված է սուրբ եղեք, կազի ես սուրբ եմ։ Եթե հայր կգոչեք, զանիկա որ առանց աչառության գտադե ամեն մեկը իր կորձին համացայն, ուրեմն ձեր բանտողտության ժամանակը վախով անցուցեք։ Եվ ժողովուրդը գսե ամեն։